Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քոչարյանը չի ասում, ես կամ իշխանության պատերազմում Արցախում ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մի քանի տարի հետո ինչ աշխարհաքաղաքական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխվեն, ասում եւ եթե լինի հնարավորություն առի, պետք է օգտվել դրանից։ Ես շատ բան ասում եմ, շատ վատ բան, իհարկե վատ բան։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դասնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ունենալու Հայաստանի Հանրապետության Պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք, մենք պետք է սպասենք Ադրբեջանը թույլանա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար ինքը վաղը միսօր այստեղ մեզ չի հայտնվելու իր այդ խոսը, այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից, ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու, հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրոք, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր այտենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք, ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը դες բան է ասա իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Ժամանակ ասում է Չեմ նայել Փարք Աստծո։ Կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը դրանից ինչ-որ հետո Խայտառակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտառակություն է դա։ Դա անընդունելի է։ Իսկ դուք 3-4 հարցն եք տալիս։ Խնդրեմ։ Ինչ ամոթ հա։ Ես լուրջ զարմանում եմ, որ քաղաքական գործիչը, որ լավն է, վատն է, հարցը դա չի, բայց այդքան ժամանակ բանի մեջ է, հա, այդ քաղաքականության մեջ է նման բան կա, այդ Ստամբուլը արյանցով սարքենք, մտնենք Սասուն, այդ ինչ ասելու բան։ Լսեք, Ստամբուլը չէ, ասենք, չգիտեմ, արևմտյան այն պատմական Հայաստանը բան են, ես այն մարդու տրամաբանության մեջ եմ, որի հետ այն օրը հանդիպել եմ, հա, այդ մի տրամաբանությունն է, դա խայտառակություն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ, այդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսացել։ Մեզանից է կախված։ Մենակ չէ, բայց մեզանից էլ է կախված։ Այս խոսույցից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ այսքան տարի սա ասում եմ, սա ասենք յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի եւ ձեզ կբացատրի մարդ, որը որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Էս ինչ է։ Խայտառակություն է դա, եթե այդպես բան ասի, խայտառակություն է։ Երբ եմ վերջին անգամ խոսացել հիշացրու։